ինչ խնդիրներ կան, հիմա առևտուրն ինչպիսին է։ Ես ասեմ ձեզ, խնդիր երբևիցե չի եղել, չի կարա լինի, եթե մարդիկ ինքները չստեղծեն խնդիրներ, սկսենք սրանից։ Կլինի բոմժ, կլինի ղեկավար, կլինի միջին խավ։ Այսինքն խավ գոյություն չունի, գոյություն ունի մարդ արարած, որը կարող է ամեն իրավիճակ շտկի։ Հիմա ինձ մի անգամ էլ հարց տվեցին, թե գյուղատնտեսական աճը ինչի հետ է կապված։ Թե երևի գաղափարով մարդ չեն գտնում, հասավ ինձ այդ հարցը։ Ես նորից եմ կրկնում, սիրով կկրկնեմ, մեր սիրելի վերնադասին, որովհետև իրանք ունեն այդ հնարավորությունը, որպեսզի գյուղացուն շանս տան։ Հիմա ասեմ ինչի։ Ես քաղաքի աղջիկ ամուսնացել եմ գյուղում, բժնեցի եմ արմատներով, 17 տարեկան դեռ չեղած, 46 տարի, այնտեղ ունեմ տուն, հողեր և այլն, և այլն, և այլն, մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, որ հարցնում են, որ տեղացի ես, ես չեմ ասում գերևանցի, կենտրոնում ծնվել, կենտրոնում մեծացել եմ, ինչի համար, որովհետև սիրում եմ գյուղը, գյուղի աշխատանքը, հասկանալով, որ այս ամեն ինչը գյուղն է տալիս մեզ հողը։ Հիմա խնդիրը ինչումն է, եթե ուզում ենք մենք ունենանք մեր հանրապետությունը, մենք հայերս ունենանք տնտեսական աճ, միակ պայմանը, միակ ճանապարհը պայմանավորված է, որ մեր սիրելի ղեկավարները, իրոք, հիմա ովքեր են նստած իրանց աթոռներին, ճար գտնեն օգնելու գյուղացուն, ասեմ ինչի։ Եթե գնում եմ գյուղ, ես սիրում եմ, տեսեք այս բույսերը, այս ամեն ինչը, իմ տան հետևից բռնած բոլոր, ես անասուն եմ պահել, վերացել եմ կենդանիներ, տարբեր տեսակի, երկար տարիներ ժամանակ երեխեքի սովորելու համար վերջացրին։ Փոխանակում արեցինք, որ երեխաները ապագա ունենան, բայց մենակ իմ հետ չի կապված մեր տնտեսական աճը, մի մարդով պետք չի նայել, իմ մոտ տենց է ստացվել, ես ընդհանուր գյուղացուց եմ խոսում, գնում եմ գյուղ, բարձրանում եմ, որպեսզի օրինակ իմ հավեսի համար մի քանի դեղաբույս հավաքեմ, բոլոր տարածքները սեփականաշնորհված է, սկսենք սրանից, սրանք խնդիրներ են, որ ես կարամ բարձրացնեմ, եթե շանս տան ու բացատրեմ ինչի։ Ինչի է սեփականաշնորհվում այն վայրերը, որտեղ որ պիտի կենդանիները արածեն։ Չէ որ գյուղացին տարբերվում է քաղաքացուց նրանով, որ ինքը պիտի ունենա պայմաններ, սկզբից կենդանիները, որ դուրս գան արոտավայր չեն թողել, ովքեր են շանս տալիս այդ գյուղի տարածքները, որ դարձնում են սեփականաշնորհված տարածքներ։ Այսինքն կենդանին, որ հանես արածելու, ինքը չունի տեղ, սա բոլոր գյուղերին է վերաբերվում, Հայաստանի Հանրապետության։ Ով պիտի այս հարցը լուծի։ Սիրելիներս, եկեք ասենք ճիշտ իրար շիտակ ճակատի։ Եթե կենդանին չունի արոտելու տեղ, սկսենք սրանից։ Ուրեմն այն հողերը, այն տարածքները, որ այսօր սեփական կոլուշկեքը տված, սիրուն։ Սա մենակ իմ մասին, ես իմ մասին չեմ խոսում, ես բացատրում եմ էությունը բնական։ Մենք չունենք տնտեսական աճ, ինչի համար, որովհետև մենք ինքներս մեր Հայաստանը, մեր փոքր այս մասնիկ հողերը, մի քանի հոգու, ինչ որ սեփականաշնորհ, ով է սեփականաշնորհել, ով է շանս տվել սեփականաշնորհողներին։ Չմտածելով գյուղացու մասին, գյուղացու հենց տնտեսական։ Եթե գյուղացին չունենա տնտեսական աճ, մեր հանրապետությունը չի կարա ունենա։ Մենք չենք հասնի այդ բարձրությանը։ Եվ հետո գյուղացին պետք է տալ շանս ունեն հողեր, ես էլ ունեմ շանս, այսինքն այն ժամանակ ոնց էին տալիս, սերմերից բռնած, ամեն ոչ թե վարկ տաս, որ մարդը մնա վարկի տակ, տուն տեղ ծախի, որ այդ վարկի տակից դուրս գա, ոչ, գյուղացուն պետք է շանս տալ։ Չէ որ գյուղացու հետ է կապված մեր քաղաքի իրավիճակը, գների թանկացում կլինի, ապրանքների, ամեն ինչի քաղցրս։ Դե հիմա ասեմ ձեզ, հիմա փառքասու որ ուտելու բան կա ժողովուրդը ուտում են, թե չէ լրիվ իրար կուտեն։ Հիմա թող մտածեն, իմ ասացի վրա, եթե ես սխալ բաներ ունեմ, թող ինձ կանչեն, ես կպատասխանեմ։ Լիքը հարցերի։ Ռուսաստանի հետ կապված տնտեսական խնդիրների լուծումն ինչպես է կապված։ Ես պատկերացնում եմ նենց, որ պիտի լինի առաջինը խաղաղություն ազգերի միջև, հայի եւ ռուսի, տարբեր ազգերի, առաջին դիրքում, առաջի տեղում պիտի լինի խաղաղություն, որտեղ խաղաղության
ընթացքում կարելի է ամեն հարց լուծել։ Սկզբնական դա, որը որ չեմ տեսնում դեռ։ Այսինքն լավ չեմ բանակցում եք Այո, այո, մի քանի հոգի իրենց կարծիքն են հանձնում, մի քանի հոգի իրենց կարծիքն են հայտնում եւ խառնվում ամեն ինչ իրար, մի հոգու ասածով, մի քանի հոգու ասածով երկրի ղեկավարը դառնում է թշնամի այն մյուս ղեկավարի դեմ ու սենց խարխուլ վիճակ է ստեղծվում։ Դուք հավատում եք հայկական ապրանքները Եվրոպա կհասնեն։ Ես չեմ հավատում, միջև մեր իրավիճակը լավանա։ Ես ճիշտ է լավատես մարդ եմ, բայց չեմ հավատում։ Ոնց որ նույնն է Գյուլնաստատի հեքիաթներին հավատամ, որ կդառնան իրականություն։ Սա ցույց է տալիս, որ Իրանը հասել է Եվրոպային, թե ջեմ է պատրաստել։ Դե հիմա ասեմ, այդ ցույց տալը շատ քիչ է։ Մարդիկ սիրուն շորեր են հագնում, իբր ալագազից են եկել, բայց որ իրավիճակը իրա հետևես, ինքը այդ վիճակում չի, ինչ որ ցույց է տալիս քաղցրս։ Երբեմն խափուսիկ է պահվածքը, անուշս։ Դուք դեղաբույսեր եք վաճառում։ Ես դեղաբույսեր տեսեք հիմա, ես 35 տարվա կանգնող եմ։ Ունեմ հարգանք, պատիվ առևտրի բնագավառում, ունեմ հաճախորդներ։ Իմ մաքրությունը, իմ աշխատասիրությունը, իմ որակները, որ պահպանում եմ, դա հնարավոր չի օրվա հացը չստեղծես, քաղցրս։ Դա գալիս է արդեն քո աշխատանքային ստաժից ու քո սրտանց աշխատելուց։ Ցանկացած մարդ եթե առևտրի մեջ է, կհասկանա ինձ։ Տեղաբնակներն են օգտվում դες զբոսաշրջիկներ։ Ասեմ ձեզ, տեղաբնակներ ունենք, մշտական հաճախորդներ, իսկ զբոսաշրջիկներ էլի ունենք ամեն տարի գալիս են, նշան բռնած։ Բույսերը տեսնելու։ Չէ, որովհետև մենք իրանց արդեն 35 տարի է ասում, առաջի թե ես եմ դրել ու ես լիքը կլենդատուրա ունեմ, չեն զարմանում, որովհետև իրանք շատ են սիրում Հայաստանը, ասեմ ձեզ։ Թանկ է տեղաբույսերը։ Չէ, քաղցրս։ Աշխատանքի համեմատ ոչ, թանկ չեն, մատ չելի գներ։ Անուշս։ Ձեր տան հարակից շրջանից եք հավատում։ Մենք բժնեցի ենք։ Ես սիրում եմ բնությունը։ Եթե ես գնում եմ բնության գիրք, զգում եմ խաղաղություն, սեր, տիրոջ սերը, Աստծո սերը, ու փառք եմ տալի Աստծուն ամեն մի ծաղիկի ու հատիկի համար։ Պատկերացնում ես, երբ որ հատիկի համար դու փառք ես տալի, շատանում է, այսինքն ազգը բոլորը պետք է պաշտեն Աստծուն առաջի հերթին, որ ճիշտ բաներ անեն, թե իրենց համար, թե իրենց ընտանիքների, թե աթոռներին նստած մեր սիրելի ղեկավարությունը բարի բաներ անեն ազգի համար, իրենց համար են անում։ Եվ ևս մի փոքր ընդհանուր այցելության հետ կապված է, շուկան համեմատաբար նախորդ տարվա ավելի մարդաշատ է, թե ավելի սակավ։ Հիմա ասեմ ձեզ ավելի մարդաշատ է։ Ինչի համար, որովհետև մենք Ղարաբաղի ժողովուրդը, որ հիմա բնակվում են, վերաբնակեցվել են Հայաստանում, դա մի կողմից եւ բոլոր ազգերը շատ ձգտում են գալ Երևանը տեսնեն Հայաստանը։ Ասեմ ձեզ, ես 3 անգամ եղել եմ Ֆրանսիայում, իմ տղան շատ երկրներ ա մեզ ֆրանսրել, դաժե Իտալիա, տարբեր տեղեր, շատ, բայց ես Հայաստանից բացի ոչ միտեղ չեմ սիրում, մեկ էլ ես։ Հիմա շփվում եմ մարդկանց հետ, տուրիստների հետ, ես իրանց հարց ասում են մենք շատ ենք հավանում Հայաստանը։ Գիտեք ինչի, մեր Հայաստանը շատ լավ տեղ է։ Մենք մեր տան մեջ ենք։ Ու իրանք էլ են իրանց ազատ զգում։ Երբ որ գնաք արդ երկրներ կհամոզվեք, որ երկրի ուզում ես գնա։ Դու տենց ազատություն չունես ոնց մեր Հայաստանում։ Ուղղակի ես կուզեմ խաղաղություն լինի, որ այդ խաղաղությունը լուծի ամեն հարց։ Չէ՞ զգում եք խաղաղությունը, որովհետև Փաշինյանը ասում է կա խաղաղությունը հաստատ։ Հիմա ես ձեզ ասեմ, ես չեմ դատում ոչ ղեկավարի, ոչ էլ բոմժերին։ Հիմա ասեմ, բոլորը դատողներ են։ Միակ մարդը երևի չեմ ասում աշխարհի վրա, բայց Հայաստանում, որ ինձ երբ հարցնեն, ասեն քաղաքականությունից մի հարց կասեմ, լսի, ես այդ հարցով չեմ զբաղվում։ Որովհետև մի բան, որ իմ խելքի բանը չի, չեմ զբաղվում։ Այդ տեսեք ինչերով եմ զբաղվում։ Այ եթե ամեն մեկը զբաղվեր իր գործով, լավ կլներ։ Բայց խոսներ չէ, ընտրությունների շրջանում ասում էին տեր կանգնում խաղաղությանը։ Դե հիմա ասեմ ձեզ, տեր չեն կանգնում խաղաղությունը, խաղաղությունը գալիս է երկնքից։ Դա առարկա չի, դա անսահմանություն է։ Եթե այս գաղափարը չկա մարդկանց մեջ, ուրեմն թող իմանան։ Խաղաղությունը տեր կանգնեք, բառերի իմաստը։ Չեմ ասում գրականագետ եմ, բայց մտածեք խոսքերի վրա։ Տեր չեն կանգնում խաղաղությունը։ Խաղաղությունը խնդրում են Տիրոջից, որպես քրիստոնյա։ Ցավոք սրտի, բառերը, որ խոսում են, ասում են այդ
ամունիստ, չգիտեմ, ինչ ձևով են ներկայացնում, դա սխալ արտահայտություն է։ Խաղաղությունը չեն տեր կանգնում։ Խաղաղությունը խնդրում են վերևից, որ Աստված է մեզ ստեղծել, ինքը մենակ կարող է անսահմանությամբ խաղաղության մեջ մեզ դնի։ Ինչով? Մեր գործերով։ Ամեն մեկս մեր իրավիճակների տերն ենք, ոչ թե խաղաղության տերը։